Գիրք Նահում, գլուխ 3. Վայ արյունահեղանց քաղաքին, բոլորը լիքն է ստությամբ, հափշտակությամբ, որսը պակաս չէ, խարազանի շռինդը և անիվի շարաչման ձայնը, և սրընթաց ձին ու ցնցվող կառքը, վեր խաղացող ձիավորը և թուրի պսպղոցը, և նիզակի շողշողոցը, և շատ վիրավորները, և մեռածների բազմությունը, և անթիվ դիակները, որոնց դիակների վրա գլորվում են, պոռնկի պոռնկությունների շատության համար, որ լավ շնորհալի է իբրև կախարդությունների տիկին, որ ազգերը ծախում է իր պոռնկությունովը, և ազգատոհները իր կախարդություններովը։ Ահա ես քեզ դեմ եմ, ասում է Զորաց Տերը, և պիտի քո քղանցքը բանամ քո երեսին, և ցույց տամ ազգերին քո մերկությունը, և թագավորություններին քո անարգանքը, և քեզ վրա պիտի պղծություններ գցեմ, և քեզ խայտառակեմ, և քեզ հանդես պիտի դնեմ, և պիտի լինի, որ ամեն քեզ տեսնողը պիտի փախչե քեզանից, և պիտի ասե. ավերակ եղավ Նինվեն, ով պիտի ողբա նրա վրա, որտեղից որոնեմ քեզ համար մխիթարիչներ։ Միթե դու լավ ես Նովամոնից, որ շրջապատված ջրերով գետերում էր բնակվում, որի խրամը ծովն էր, ծովից էր նրա պարիսպը, եթովպացիք էին նրա ուժը, և եգիպտացիք, որ ծայր չունին, փութացիք և լիբեացիք քեզ օգնական էին։ Նա էլ պետք է աքսոր գնա գերությունով, և նրա մանուկներն էլ պիտի ջարդվին ամեն ճանապարհի գլխին, և նրա պատվականների վրա վիճակ պիտի գցեն, և նրա բոլոր մեծամեծները պիտի կապվին շղթաներով։ Դու էլ պիտի արբես, անհայտ դառնաս, դու էլ պիտի ապաստանարան որոնես թշնամուցը, քո բոլոր բերդերը թզենիներ են կանխահաս թուզերով, հենց որ թափահարվին, իսկույն կընկնեն ուտողի բերանը։ Ահա քո ժողովուրդը կանայք է քո միջումը, քո թշնամիների առաջին պիտի բացվին քո երկրի դռները, կրակը պիտի ուտե քո նիգերը։ Պաշարման համար ջուր քաշիր քեզ համար, պնդացրու բերդերդ, ցեխը մտիր և կող տուր կավը, նորոգիր աղյուսի փուռը։ Այնտեղ քեզ կրակը պիտի ուտե, սուրը պիտի քեզ ջարդե, ջորյակի պես քեզ ուտե, բազմացրու քեզ ջորյակի պես, շատացրու քեզ մորեխի պես, դու շատացրիր քո վաճառականները երկնքի աստղերից ավելի, ջորյակը տարածվեցավ ու թռավ, քո թագակիրները մորեխի պես են, և քո զորավարները անթիվ մորեխների պես, որոնք ցուրտ օրը հանգչում են ցանգերի վրա, արեգակը ծագելիս չվում են, և չգիտակցվում նրանց տեղը թե ուր են։ Քնած են քո հովիվները, ով Ասորեստանի թագավոր, պառկած են քո ազնվականները, ցրված է քո ժողովուրդը սարերի վրա, և ժողովող չկա։ Ամոքում չկա քո կոտրվածքի համար, անբուժելի է քո վերքը, ամեն քո լուրն լսողները քեզ վրա ծափ են տալիս, որովհետև ում վրա չի անցել միշտ քո չարությունը։